Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, ինչ-որ մեկը հաշվել է Արծվիկ Մինասյանը քանի սուտ խոսեց իր 15 րոպեանոց ճեպազրույցում։ Ես առանձնացրեցի 3-ը, դա մոտավորապես ինչ է անում 12 սուտ ժամում արագություն կարաբացի, պարոն Մինասյանը։ Սուտ համար առաջին, իհարկե դա շատ վայրկյանների կյանք ունեցավ, քանի որ նախագահը հրապարակեց այն դրվագը, որում խորհրդի քննարկումներ ընթանում, պարոն Մինասյանը պնդեց, որ մենք հաշվի չենք առնում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ավելին կամահրական խոսք է ասել նախագահը այդ առնչությամբ, մինչդեռ հրապարակումից ակնհայտ է դառնում, որ ազգային ժողովի նախագահը ասում է, որ ազգային ժողովի խորհուրդը բովանդակային քննարկում օրենքների չի իրականացնում, քանի որ այդտեղ չենք մենք եւ հետեւաբար խորհուրդը ընդհանրապես հաստատում է օրակարգը, առաջարկում Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին խոսել այստեղից, բայց սա իհարկե ձեռնտու չէ ընդդիմությանը եւ նրանք ուրեմն ասուլիս են տալիս, որի ժամանակ ավելի անբռնազբոսիկ կարող են շարունակել ստերի հաղթարշավը։ Երկրորդ սուտ պարոն Մինասյանը ասում է, որ մեր օրինագծով, եթե քաղաքական թափանցիկության պահանջը կատարելուց հետո բացահայտվի, որ դիտորդական առաքելությունների ֆինանսավորումը գալիս է քաղաքական աղբյուրներից, նա ձևակերպում է այսպես, որ եթե մի հեռավոր կապ լինի ֆինանսական աջակցություն տված մարդու եւ քաղաքական ուժի միջև, ապա դիտորդական առաքելությունը կզրկվի հավատարմագրումից։ Սուտ ակնհայտորեն սուտ, նա նույնիսկ օրինակ է բերում, որ ինքը կարող է փորձել հավատարմագրումից զրկման հիմքեր ստեղծել, անձամբ փոխանցում կատարելով մի որևէ դիտորդական առաքելության, օրինակ Դանիել Իովաննիսյանի մասնակցությամբ գործող դիտորդական առաքելության, բայց եւ սա հիմք կարող է առաջացնել զրկման, բայց ըստ նրա պնդման ԿԸՀ-ն այս դեպքում չի ընդառաջի։ Մի խոսքով այդ ստի վրա կառուցում է հաջորդական միֆեր եւ նաեւ վերջինը նա պնդում է, որ դիտորդական առաքելությունների հետ այսու չեն կարողանա քննադատել ընտրական գործընթացների կազմակերպումը, սա եւս սուտ է, որովհետեւ դիտորդական առաքելությունների խնդիրն է բացահայտել հենց ընտրական գործընթացների շուրջ բաց թողումներ, այլ ոչ թե դատողություններ անել, թե ում ընտրել, ում չընտրել։ Իսկ բոլորս այդ երկուսի տարբերությունը գիտենք։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։